Մալխա Սամոյանը հաստատում է դոմինանտությունն ու 5-րդ անգամ դառնում Եվրոպայի չեմպիոն։ Ալբանիայում ընթացող հին աշխարհի առաջնությունում մեր մարզիկը չուներ հավասարը։ Եզրափակիչ տանող ճանապարհին հայըմբիշը գերվստահ հաղթանակներ տոնեց, այդ թվում ժամանակից շուտ առավելության հասնելով փորձառու Իլֆան Միրզոևի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Ամոյանը պարտության մատնեց մոլդովանցի Ալեքսանդր Գուտիին, որին հաղթում է 4-րդ անգամ անընդմեջ։ Այս տարվա Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտը կարծես կրկնում էր 2025 թվականի եզրափակիչը։ Մեր ըմբիշի մրցակիցը վրացի Ռամազ Զոիդզեն էր։ Պայքարն ավելի քան բարդ ստացվեց։ Առաջին մրցափուլում Մալխասը պասիվացրեց մրցակցին, բայց գլորելիս մրցակիցը գլխով օգնեց իրեն ու թույլ չտվեց միավոր վաստակել։ Մրցավարները նախ միավորը հաշվեցին, այնուհետև չելենջից հետո հանեցին։ Երկրորդ մրցափուլում ակտիվության հաշվին միավոր ու պարտերի իրավունք վաստակեց Զոիդզեն, բայց Մալխասը գրագետ պաշտպանվեց ու առաջինը միավոր վաստակելու շնորհիվ հաղթեց գոտեմարտը։ Մալխաս Ամոյանը Եվրոպայի եկակի չեմպիոն է։ Այո, պարտիրապետ 5-ը կարող է ցույց տալ արդեն ու հին աշխարհում 5-րդ անգամ չունես հավասարը։ Եվրոպան կրկին նույն թագավորն ունի։ Սա արդեն անուն չէ, սա արդեն դոմինանտություն է։ Աներևակայելի լավն է Մալխա Սամոյանը, ճիշտ է բարդ տրվեց այս գոտեմարտը, բայց ամեն դեպքում պատվո շրջանը մարզիչների հետ հոտնկայս պետք է ծափահարել Մալխա Սամոյանի։ Մալխաս ունենք, աշխարհը չունի։ Ճիշտ ասած ամեն տարի ավելի բարդ է ինչ տեղում, սակայն փառք Աստծո կարողացա այս անգամ մրցակցել Եվրոպայի 5-ակի հաղթող։ Իսկ արդեն ինչ վիճակում եմ եղել, այդ արդեն պատճառներ միշտ չեմ սիրում ման գալ։ Շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ մարզիչներին, իմ հորեղբայրներից, իմ ծնողներիս, իմ ընկերներից, իմ այդ այս ճանապարհով անցնում եմ, նրանց ուզում միայն շնորհակալություն հայտնել։ Եվրոպական ստուգատեսում ունենք նաև մեկ բրոնզ Կարեն Ասլանյանը 11-0 հաշվով գերվստահ հաղթանակ տոնեց Լեհաստանի ներկայացուցիչ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ եւ երկրորդ տարին անընդմեջ կանգնեց Եվրոպայի առաջնության պատվո հարթակին։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։